Բարև բոլորին, այսօր մենք կծանոթանանք CorelDRAW վեկտորային խմբագրիչի հիմնական աշխատանքային պատուհանի հետ։ Նախ եւ առաջ Start մենյուից մենք ընտրում ենք CorelDRAW մեր բաժինը, ծրագիրը։ Այնուհետև բացված պատուհանից ընտրում ենք создать կոճակը, որպեսզի ստեղծենք նոր ֆայլ։ Այստեղ ընտրում ենք մեզ համար հարմար պարամետրերը, որոնք որ մեզ անհրաժեշտ են, եւ սեղմում ենք OK կոճակին։ Բացվում է համապատասխան թուղթը, որի չափերը մենք արդեն ընտրեցինք, եւ արդեն սա CorelDRAW վեկտորային խմբագրիչի հիմնական աշխատանքային պատուհանն է։ Սա CorelDRAW վեկտորային խմբագրիչի վերնագրի տողն է, իսկ որի ներքևում, այսինքն այս սրանք պատուհանի ինտերֆեյսի ծրագրի հիմնական մենյուներն են մեր։ Աշխատանքային պատուհանի ձախ կողմում տեղակայված են գործիքաշարերը, այսինքն մենք դրանց անվանում ենք toolbox-եր։ Դրանք նախատեսված են աշխատանքային ռեժիմի ընտրության համար, որն իրականացվում է գործիքաշարի որևէ գործիքի վրա մկնիկի մեկ սեղմումով, այսինքն դրանք սեղմելով մենք ակտիվացնում ենք այդ գործիքը եւ համապատասխանաբար աշխատում տվյալ գործիքով։ Մենյուի տողի ներքևում գտնվում է մեր property բառը, որը հայերեն թարգմանված նշանակում է հատկությունների վահանակ, այսինքն յուրաքանչյուր գործիքի հետ մեկտեղ ինչպես նկատում ենք, այն տվյալ գործիքին համապատասխան հատկություններով եւ այլ չափանիշների համապատասխան փոփոխվում է։ CorelDRAW-ում աշխատանքային հիմնական պատուհանը համարվում է հենց այս edge-ը, այսպես ասենք, տրված սահմաններից դուրս, եթե մենք այն արդեն ուղարկենք տպագրելու եւ այլն, այստեղ գտնվող որևէ այլ բան չի տպագրվի, հիմնական մեր գործողությունները մենք կատարում ենք տվյալ պատուհանի մեջ։ Մեզ արդեն ծանոթ save անելու, պահպանելու փաստաթուղթը մենք կարող ենք իրականացնել այստեղից file մենյուն ընտրելով եւ համապատասխանաբար սախրանից սեղմելով կամ եթե անգլերեն ինտերֆեյս է, ապա save կոճակից սեղմելով։ Ֆայլը պահպանվում է, հիմնական ընդլայնումը համարվում է CDR-ը, ինչպես գիտենք, Photoshop-ում արդեն ուսումնասիրել ենք, Photoshop-ում այն համարվում էր PSD-ն, իսկ արդեն Corel-ի համար դա CDR-ն է, իսկ արդեն նոր պատուհան բացելու համար արդեն file մենյուից ընտրում ենք sozdать կամ եթե արդեն ունենք մեր ֆայլը, որի վրա որ ցանկանում ենք շարունակել աշխատել, ընտրում ենք открыть հրամանը կամ open։ Այս հատվածում ներկայացված են գույներ, որոնք մենք կարող ենք, եթե օբյեկտ ենք ընտրում, ապա աջ սեղմակով մենք ընտրում ենք դրա եզրագիծը, իսկ ձախ սեղմածով ընտրում ենք նրա ֆիլը, այսպես ասած լեզվացքը։ Այստեղ մենք նաև կարող ենք տեսնել մեր թղթի ձևը, մենք կարող ենք այստեղ այն դարձնել ալբոմային ձևով եւ ինչպես տեսնում ենք, այստեղ համապատասխանաբար փոխվում են դրա չափերը։ Դե ինչ այս դասի համար նախատեսել ենք այսքանը, շնորհակալություն։